Ինչ եմ ժպտում, որովհետև այս հարցը շատերը չեն սիրում։ Պատկերացրեք, Տեր Հիսուսը գալիս է, գիտեք չէ մեր մոտեցումը ոնց է, ասես մեզ է այս հարցը տալիս։ Եվ ինչ կպատասխանե իր խորագիրը հենց այս իմաստը ունի։ Գալիս է ու հարցնում է, ասում է, ինչ ես կարծում։ Մենք այս պետությանը պիտի հարկ տանք, թե պիտի հարկ չտանք։ Ինքը մի քիչ ցավոտ հարց է, շատ հավատացյալ քրիստոնյաների համար, որովհետև ես հանդիպել եմ մարդկանց, որոնք ասում են, օրինակ Հայաստանում, ասում են, ինչ ենք աշխատում, որ մի հատ էլ ինչ հարկ տանք։ Այսինքն հասկանում եմ, որ մարդը մտածում է, որ եթե ինքը հարուստ լիներ, հարկ կտար, բայց ասեմ ձեզ, այսպես վիճակագրությունը ասում է, որ հարուստները ավելի շատ են թաքցնում հարկերը, քան թե ոչ հարուստները։ Իսկ դրսում, օրինակ, երբ որ զրուցում եմ այդպիսի բոլորի հետ իհարկե թեմայով չես զրուցում, շատ մտերիմների հետ երբ որ զրուցում ես, զրուցել եմ հետևյալն է, որ մեր երկրում լինեինք, հարկերը կտայինք։ Ասում են, երկրում լինողները ասում են, ինչ ենք աշխատում, որ ինչ տանք, դրսում լինողները ասում են, ինչի տանք ես օտար երկրում, մեր երկրում լինեինք, կտայինք հարկերը։ Մի խոսքով հարց է, որը իրոք հարց է, որին մենք պիտի պատասխանենք։ Եվ ուզում եմ ընթերցել այդ հատվածը, որպեսզի ամբողջ համատեքստը հասկանանք, Մատթեոս ավետարան 17-րդ գլուխ, Մատթեոս 17, 24-ից 27 հատվածը։ Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի վճարում»։ Այդպիսի հարկատեսակ էր, այդ քաղաք մտնողներից այդ հարկը վերցնում էին։ Նա ասաց. «Այո, վճարում է»։ Երբ նա տուն մտավ, Հիսուսը նրան կանխեց եւ ասաց. «Քեզ ինչ է թվում, Սիմոն, երկրի թագավորներն ումից են հարկը կամ տուրքը վերցնում, իրենց զավակներից թե օտարներից»։ Եվ այս հարցի մեջ շատ հետաքրքիր նրբերանգ կա, այստեղ բան է մեզ Տերը սովորեցնում, ասում է, իրականում զավակներից հարկ չեն վերցնում։ Պատկերացնում եք, ասենք, գնանք թագավորների ժամանակ, թագավորը ումից էր հարկ վերցնում, կարող է արքայազնը հարկ էր վճարում։ Արքայազնը հարկ չէր վճարում, վճարում էին մյուսները, ովքեր աշխատում էին, հարկ էին վճարում, որ թագավորը ապրեր։ Եվ Տեր Հիսուսը իրեն որպես արքայազն, որպես թագավոր, որպես որդի է ներկայացնում եւ իրականում ասում է ճիշտը նա է, որ մենք այս հարկը չվճարենք։ Այս դեռ միշտ ապեք պատասխան տեսնել։ Ասում են, որ ճիշտը դենցա որ չվճարենք, ուրեմն չենք վճարում հարկերը։ Այդպես չի։ Տեր Հիսուսը ասում է, որ այս աշխարհը մեզ օտար է տեսնում։ Եվ մենք այնպես չի, որ մենք կլինենք մեր տանը երկնքում, այնտեղ հարկ չենք վճարի հաստատ, որովհետև որդիներից հարկ չեն վերցնում։ Եվ Տերը սովորեցնում է այստեղ մեզ իրավիճակը այսպիսին է, կարող ենք չտալ։ Որ շատ ուզենք, կարող ենք հարկերը չտալ։ Իրավիճակը պատկերացնում եք ինչպիսին է։ Բայց ճիշտը տալն է։ Եկեք մի պահ տեղափոխվենք Հռոմեացիներ 13-րդ գլուխ, որտեղ Աստծո խոսքը հստակ է խոսում այս մասին, 5-ից 7 խոսքերը։ Դրա համար պետք է հնազանդ լինել ոչ միայն բարկության վախի պատճառով, խոսում է իշխանություններին, այսինքն իշխանությանը, որ անհնազանդ լինես, ասենք որ հարկերը թաքցնես, կարա քեզ դատի։ Լավ, եթե անօրինական գործունեություն ես ծավալում, վերջերս հայտնաբերել էին ամբողջական բիզնեսներ, որոնք գրանցված չէին ու գործունեություն էին ծավալում, ընդերքի արդյունահանման, չգիտեմ, կարծեմ զովացուցիչ ըմպելիքների, մարդիկ դեռ մեր երկրում հայտնաբերում են այդպիսի մարդկանց, որ այսպիսի գործունեություն են ծավալում, գումար են աշխատում, պետության էլ հարկ չեն տալիս։ Եվ ասում է, ոչ միայն իրանցից, որ կբռնվես, կդատվես, կամ տույժ կլինի, տուգան կլինի, ոչ միայն դրա համար, ոչ միայն բարկության վախի պատճառով, այլ խղճի համար ևս։
Դրա համար եք նաև հարկ վճարում, որովհետև նրանք Աստծո սպասավորներն են այդ բանը հոգալու համար։ Հետաքրքիր է, որ այստեղ Աստծո խոսքը Աստծո սպասավոր է ասում իշխանավորներին, դա չի նշանակում, որ իրանք հավատացյալ են կամ Աստծո թագավորության մաս են կազմում, չի ասում Աստված իրանց դրել է եւ իրանք Աստծո դրած կարգն են պահպանում։ Դրա համար դուք պիտի հարկ տաք։ Հիմա 7-րդ խոսքը շատ հստակ է ասում, ուրեմն վճարեք ամեն մեկին իրեն հասանելիքը, որին հարկ հարկը, որին մաքս մաքսը, որին վախ վախը, որին պատիվ պատիվը։ Այս պատիվի հետ համաձայն եմ, բայց այն հարկի հետ համաձայն չեմ։ Մաքսի հետ էլ ոչինչ, դե ելք չկա, պիտի վճարենք, ապրանք ենք ներմուծում, պիտի մաքս վճարենք։ Հասկանում եք, օրենքը թույլ է տալիս որոշակի քանակ, որ դու կարող ես ներմուծել, հիմա պատկերացրեք մեքենայով գալիս ես Վրաստանից, որ մտել եք Հայաստան երբևէ, այնտեղ կա չափ, այսքան չափ կարող ես առանց մաքսի ներմուծել, օրենքը թույլ է տալիս։ Հիմա եթե դու հավատացյալ լինելով կարողանում ես նստարանների տակ գաղտնի այդպիսի պահոցներ սարքել եւ այնտեղ լցնել ինչ-որ բան, որ արգելված է ու մտնում ես Հայաստան։ Հիմա ասենք թե չբռնվեցիր։ Բա խիղճը։ Ասում եմ ոչ միայն բարկության համար։ Հա, ես մի անգամ այդպիսի զրույց եմ ունեցել մեկի հետ, որ ընդհանրապես հարկերի հետ կապված չէր, շատ չբացեմ ինչ էր, բայց մարդը ասում էր, լավ, չեմ կարա չբացեմ ու իմաստը արտահայտեմ, ինչ-որ մեկը պատմում էր, որ ինչ-որ մեկին բռնելագողության ժամանակ ու այդ մեկն էլ եկեղեցի գնացող հավատացյալ է եղել։ Ու որ բռնել է այս ոչ հավատացյալը հավատացյալին իբրև թե ճակերտավոր հավատացյալին գողության ժամանակ, ասել է, լսի, ես հավատացյալ չեմ, ես աշխարհիկ մարդ եմ, բայց ես գողություն չեմ անում։ Դու եկեղեցի ես գնում, ո՞նց է քո ձեռքը բռնում, դու գողություն անես, այս մարդու պատասխանը, ուղղակի որ ինձ պատմեց, իրանց գյուղից էր, ասեց, ես ուղղակի արդարությունն եմ վերականգնում, ինձ քիչ են վճարում, դրա համար ես արդարությունն եմ վերականգնում, հասկանում եք, մարդը միշտ արդարացում ունի իր մեղքի համար և այդպիսի արդարություն վերականգնողներ, պետությունը ինձ քիչ է վճարում, ես էլ իրան խաբում եմ, արդարությունն եմ վերականգնում, պետությունը իմ, չգիտեմ, կարիքները չի հոգում, դրա համար ես արդարությունն եմ վերականգնում։ Լսեք, շատ հստակ է։ Եթե մի բան դու կարողանում ես լույսի մեջ ասել, ուրեմն դա խավար չի։ Այսինքն բոլոր հարկ թաքցնողները, եթե կանգնեն, ելույթ ունենան, ասեն հարգելի պետություն, մենք չենք վճարում մաքսը, չենք վճարում հարկը, եւ սրանով մենք արդարությունն ենք վերականգնում։ Ոչ թե բռնվելուց ասեն, այլ ասեն մենք իմացեք պատրաստ ենք մեր պատիժը կրենք, սա մեր բողոքի ակցիան է։ Ես սա չեմ համարի գողություն։ Ես կասեմ մարդիկ բողոք են անում, չեն թաքցնում։ Իսկ ինչը որ թաքուն է, երբ որ քո կեղծ ստորագրությունը կամ կեղծ բանի տակ ստորագրությունը պիտի բացահայտվի ու դու ամաչես, սա խավար է, այսինքն խավարի ու լույսի մեջ ապրելը շատ հստակ է Տերը ձևակերպել։ Մարդկանց գործերը չար են, իրանք չեն գալի լույսին, որ չբացահայտվի իրանց գործերը։ Հիմա խոսքը հստակ ասում է. վճարեք հարկերը։ Եվ ես Աստծո արքայության շահն եմ խոսում այստեղ, ես պետության շահը չեմ խոսում։ Բայց Աստծո արքայության շահը նա է, որ քրիստոնյաները, ճշմարիտ քրիստոնյաները լինեն օրինակելի քաղաքացիներ եւ ես սա տեսնում եմ Աստծո խոսքում, որ ամաչելու բան չունենաք, այդպես է գրում, որ այն որ բամբասում են ձեզանից, Պետրոս Առաքյալի թղթում գրված, այն որ բամբասում են, այն որ չարախոսում են, ամոթով մնան ձեզ բամբասողները։ Եկեք հավատացյալների մասին շատ բաներ են ասում։ Մեկ էլ պետությունը ինչ որ անհասկանալի վիճակագրություն է տեսնում։
այս բիզնեսները, որ այն մյուսների նման աշխատում են, սրանք շատ հարկ են տալիս ու բռնում է, ուսումնասիրում է, տեսնում է սրանց բոլոր տերերը, ասենք ավետարանական հավատացյալներ են կամ միայն ավետարանական չէ, թեկուզ առաքելական, բայց իրական հավատացյալներ։ Կաթոլիկ մենք ունենք բավականին շատ կաթոլիկ, իրական Աստծուց վախ երկյուղ ունեցող, որ ոչ միայն Աստծու բարկության համար որ գրված էր, այլ խղճի համար, որովհետև Աստվածա տեսնում, մենք խավարում ենք, թե մենք լույսի մեջ ենք։ Բայց ինչ կպատասխանեիր։ Եկեք վերադառնանք Տեր Հիսուսի խոսքերին։ Տերը ասում է 26-րդ խոսքը, երբ Պետրոսը նրան պատասխանեց օտարներից, Տեր Հիսուսը ասաց, ուրեմն որդիները ազատ են։ Այսինքն որդիները կարան հարկ չվճարեն։ Բայց որպիսի նրանց չգայթակղեցնենք, գնա լիճ, կարթ գցիր եւ դուրս եկած առաջին ձուկը վերցրու, բերանը բաց արա եւ մի սատեր կգտնես, վերցրու այն եւ նրանց դուր իմ եւ քո տեղը։ Լսեցիր խոսքերը, որպիսի չգայթակղեցնենք։ Ինչ ենք կորցնում, երբ որ ես իմ հարկերը վճարում եմ, ինչ եմ կորցնում։ Իրականում չեմ կորցնում։ Իրականում ես տալիս եմ այն հասանելիքը, որ պետությանը, այսինքն ես իմ հոգեբանության մեջ իմ աշխատավարձի չափը տեսնում եմ հարկերը հանած։ Ես տենց եմ հասկանում։ Եվ ես գոհ եմ Տիրոջից նրա համար ինչ որ ունեմ։ Գոհանում եմ նրանով, ինչը որ ունեմ։ Բայց երբ որ տալիս ես ու սիրտդ հետը գնում է, դու ամեն ինչ անելու ես, որ չտաս։ Եվ դու ընդամենը փող ես կորցնելու։ Հասկանում ես, փողը կորցնելու, երբ որ դու ընտրությունն է, կամ փողը կորցնենք, կամ օրհնությունը։ Հիշում եք Եսավի ու Հակոբի պատմությունը։ Հիմա ասում եմ, փողն ես կորցնում, բայց երբ որ դու խավարի մեջ ես, թաքուն պիտի ինչ-որ բան անես, դու Աստծո օրհնությունն ես կորցնում։ Եսավը ասեց, «Էդ ինչ է այդ օրհնությունը։ Որտեղ շոշափենք»։ Հիմա կարանք ասենք, փողը կարելի է շոշափել, փողը մի բան է, որ կարաս գնաս 10 տեղը մի բան վերցնես, այդ օրհնությունը որտեղ վճարեմ այդ օրհնությունով։ Եսավ ասեց, ինչի՞ս է պետք իմ անդրանիկությունը։ Ինչի՞ս է պետք։ Ինձ մի աման ճաշտուր ես անդրանիկությունը, որ ոչ հոտ ունի, ոչ համ ունի, ոչ կարաս շոշափես, վերցրա քեզ։ Ու Հակոբը վերցրեց։ Հիմա հասկանում եք, մենք ընտրության առաջ ենք։ Խաբեությունը տրտմեցնում է Աստծո Սուրբ Հոգուն։ Եթե կարաս օրենքով հարկերդ չվճարես, մի վճարի։ Շատ լավ։ Եթե մարդիկ կան իրավաբան են վարձում, չգիտեմ ինչեր են օրենքով քչացնում են հարկեր, ասում են, եթե այսքան տաս բարեգործության, այսքան տաս այստեղ, այսքան տաս այնտեղ, հարկերդ 50%-ով քիչ ես վճարելու։ Օրենքի սահմաններում խնդրեմ։ Բայց եթե դու համաձայն չես այդ օրենքի հետ եւ թաքուն ես անում, ու հետո բռնվելուց ամաչելու ես, մի երկու կոպեկ էլ կաշառք ես տալու, որ քեզ խայտարակ չանեն, դու ինչքան ուզում ես եկեղեցի, ուզում ես այս ամբիոնից քարոզող եղի։ Դու խավարի մեջ ես ապրում, համաձայն եք թե ոչ։ Ես հիմա եթե շատերը ինձ ասեցին ոչ երևի ինտերնետում, որտեղ դժվար թեմա է ասա, որտեղ մարդու գրպանին է հարվածում, բայց ինձ համար օրհնությունը փողից կարևոր է։ Խոսքը լսենք, որպիսի չգայթակղեցնենք։ Դու պատկերացնում ես, հիմա հարկերից գնանք մի կողմ։ Մի հատ իրավիճակ է, այս հարցը միայն հարկերին չի վերաբերվում։ Այս հարցը ցանկացած շահի է վերաբերվում։ Ասենք շատ տարածված էր մի ժամանակ, գիտեմ հիմա էլ կա այդ արատավոր երևույթը, լույսի մարդու հետ պայմանավորվելը, մանավանդ ձմեռվա ամիսներին։ Դու պատկերացնում ես, այդ լույսի մարդը իմանում է, որ դու հավատացյալ ես, որ դու, չգիտեմ, Քրիստոսի հետևորդն ես, եկեղեցի ես գնում, ասա ինձ, այդ մարդը կվերցնի իր գրպանը կդնի, դու էլ կշահես, ինքն էլ կշահի, էլեկտրացանցն էլ կորուստ կտա, որովհետև իրանք ունեն կորուստի չափ, կորուստ կտա, բոլորը ասում են ուրախ են, բացի Աստծուց։ Որովհետև
այս լույսի մարդը երբեք չի գա ձեր եկեղեցի։ Տեր Հիսուսի խոսքերը լսենք, որպիսի չգայթակղեցնենք, գնա վերցրա ու դուր հարկը, կարանք չտանք։ Դա կլինի լույսի մարդը, կլինի սոցիալական, չգիտեմ, ինչ են ասում, ծառայողը, որի մոտ դու փարոսի թղթեր ես լրացնում, դա կլինի քո ընտանիքի անդամը, քո երեխան, քո քույրը, քո եղբայրը, որ տեսնում է, այն ինչ որ ուրիշները չեն տեսնում։ Հիմա եթե քո համար մի քանի հոգի գայթակղեցնել այդքան էլ կարևոր չի, կարևորը քո գրպանն է, դու ես խոսքին չես կարող պատասխանես։ Հիմա ի՞նչ կպատասխանես Տեր Հիսուսի հարցին, պետք է արդյոք վճարել հարկերը, թե ոչ։ Ինչ ենք կորցնում։ Չենք կորցնում, մեր պետությանն ենք աջակցում։ Հետո ասում ենք, ինչու է, սենց չի, ինչու են, նենց չի, դուք պատկերացնեք, որ հենց եկեղեցուն ոնց է, որ եկեղեցին կարիք ունի ֆինանսների, եւ երբ որ որևէ եկեղեցու մարդիկ հավատարիմ են ֆինանսական հարցում, այդ եկեղեցին շատ գործ կարա անի։ Իսկ եթե անհավատարիմ են, այդ եկեղեցին պիտի մտածի մի բան անի, որ գոյատևի։ Հիմա նույնը պետությանն է, երբ որ մարդիկ հավատարիմ են ֆինանսների հարցում, պետությունը շատ բան կարա անի։ Իսկ եթե անհավատարիմ են, իրանք էլ են դժգոհ լինելու։ Պետական մարմիններն էլ են դժգոհ լինելու, երկիրն էլ աղքատության մեջ է լինելու։ Աստծո օրհնությունն էլ չի լինելու այդ երկրի մեջ, որովհետև այնտեղ որտեղ սուտ ու խավար կա, այնտեղ չի կարող Աստծո օրհնություն լինի։ Գիտեք, Տեր Հիսուսի, եթե մենք խավարում ենք ապրում, Էլուր մնաց Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքը, հիշում եք Մատթեոս 5:40-41-ում ասում է, եթե մեկը շապիկը տա հանում, թե բաճկոնդ, որ սխալ չկարդամ, 5-րդ գլուխ 40-41 խոսքերը, ասում է, եթե շապիկը տա հանում, այո ճիշտ է հիշում, բաճկոնդ էլ դուր։ Եթե քեզ բռնում ասում է մի մղոն արի, երկրորդն էլ գնա։ Ինչ է սովորեցնում։ Սովորեցնում է այն ինչ որ Պողոս առաքյալը ասում էր առաջին Կորինթացիս 8:12-13-ն ասում է, եթե իմ եղբայրը իմ միս ուտելով պիտի գայթակղվի, ես հավիտյան միս չեմ ուտի։ Այսինքն ինչ եմ կորցնում, ես միս ուտել շատ եմ սիրում։ Ով միս ուտել շատ է սիրում, կասի գայթակղվում է, թող գայթակղվի։ Այդպես մի անգամ մի քույրիկի մեր եղբայրներից մեկը մոտեցել էր, ասել էր, պարկեշտ հագնվի քույրիկ ջան, գայթակղիչ տեսք ունես, ասում ով գայթակղվում է, թող չնայի։ Սա էր եղել պատասխանը։ Այնտեղ մեկը գիտի երևի ով է եղել հարցնողը, թե չգիտես։ Կասեմ քեզ, շատ քեզ մտերիմ անձնավորություն է։ Սա իրական պատմություն է։ Իրական պատմություն։ Հարցնողը մտերիմ, ոչ թե ասողը, հարցնողը։ Հիմա մեզ ինչն է կարևոր, որ մենք միս ուտենք, ով կգայթակղվի, կարևորը մեր ստամոքսը լիքը լինի, թե մենք պատրաստ ենք տուժելու, պատրաստ ենք, պատկերացրեք իրավիճակը, պատրաստ ենք չանելու այն ինչը որ կարող ենք անել, որպեսզի ինչ որ մեկին գայթակղություն չլինի։ Եվ մենք պիտի այս հարցին պատասխանենք։ Եվ սա միայն հարկերին չի վերաբերվում։ Սա մեր կյանքի ցանկացած իրավիճակի է վերաբերվում։ Խոնարհությունը նա է, որ դու թանկ ես գնահատում մյուսի փրկությունը։ Տեր Հիսուսն ասում էր. «Վայ այն մարդուն, ում միջոցով գայթակղություն կգա»։ Հիշում եք, ասում էր, որ այդ 100-ին թողնում է, գնում է մեկի հետևից, մեկին գտնում է, այդ կորած գառնուկին բերում է եկեղեցիս, Մատթեոսի ավետարան 18-րդ գլուխն է։ Ասում է հանկարծ ինչ որ մեկը եկեղեցում իր պահվածքով նրան գայթակղեցնում է։ Ավելի լավ էր այդ մարդը ծնված չլիներ։ Ինչքան դժվար է մեկ հոգի աշխարհից խավարի թագավորությունից դեպի լույս բերելը, ինչքան դժվար է, ովքեր որ
երբևէ ջանք են թափել, ինչ որ մեկի հետ աշխատանք են տարել, գիտեն դա ինչքան դժվար է։ Ուրիշ եկեղեցիներից բերելը հեշտ է։ Մեր եկեղեցին ավելի լավն է, քան թե ձեր, եկեք տեսեք մեր եկեղեցում ինչա տեղի ունենում, մեկ էլ հոպ եկեղեցին լցվում է մարդկանցով, ոնց լցվում է, հետո էլ տենց դատարկվելու է։ Բայց երբ որ դու աշխարհից ես, խավարի իշխանությունից ես մարդ բերում, սա իրականում դժվար է, ժողովուրդ, ես գիտեմ, իմ կյանքում, իմ ծառայության մեջ, մեր եղբայրների, քույրերի ծառայության մեջ մարդ ա եղել տարիներ աղոթել են, որ այդ մեկ անձը ապաշխարի, հետո էլ տարիներ աշխատանք ենք տարել, որ աշակերտության հունի մեջ ընկնի, հետո էլ որ ընկել է, ուրախացել ենք, երբ որ տեսել ենք արդեն ինքն է այդ աշխատանքը տանում մյուսների հետ։ Հիմա ինչքան դժվար է մեկ կորածին բերելը, բայց ինչքան հեշտ է այդ մեկին գայթակղեցնելը, որպիսի չգայթակղեցնենք, եկեք անենք այն, ինչը կարայինք նաև չանենք, որովհետև միս ուտելը մեղք չի, որովհետև դու կարող ես քո բոլոր արդարացումները ունենաս, ինչու ես դա այդպես անում, բայց մի հատ հարց տուր, ես կողքից որ նայեմ ինձ, որ ես տեսնեմ այսպես պահվածք ունեցող մարդու, ես կգայթակղվեի, թե ոչ, ինձ համար տհաճ կլիներ նայելը, թե օրինակ կլիներ, եկեք նայենք, եկեք ապրենք այնպես, որ Տեր Հիսուսին ունենանք որպես մեզ օրինակ և մենք էլ օրինակ լինենք մյուսների համար։ Եվ կարծում եմ այս հարցի պատասխանը ակնհայտ է, և Տեր Հիսուսը ինքը պատասխանում է այս հարցին, և խնդիրը մենակ հարկերը չի, հիշեք սա։ Սա ամենն է, որ մենք պիտի անենք, որ լույսի որդիներ երևանք այս խավար աշխարհի մեջ։ Եկեք կանգնենք աղոթքի։ Փառք քեզ Տեր, գոհություն և մեծարանք քեզ։ Տեր, ուզում ենք իրապես քո հարցերը զգալ, որպես քո շուրթերից դուրս եկած, և խնդրում ենք, որ ամեն մեկիս սրտին խոսես Տեր, և ներես մեզանից յուրաքանչյուրին, որովհետև շատերս այս հարցում շատ անգամ սայթաքել ենք Տեր, և քո ողորմությունն է Տեր, և հույս ունենք, որ մարդկանց համար գայթակղություն չի եղել մեր սայթաքելը, և հիմա ուզում ենք, որ քո հոգով, քո իմաստությունով առաջնորդես և ընդունես մեր ապաշխարությունը Տեր։ Շատ տարբեր հարցերում, որ մենք մեր եսը մի կողմ դնենք, մեր շահը մի կողմ դնենք, և մեր շարժառիթը սերը լինի քո հանդեպ, քո խոսքի հանդեպ, քո կամքի հանդեպ և նաև քո սիրելի զավակների հանդեպ, եկեղեցու անդամների և նաև այն մարդկանց, որոնք դեռ չեն ընդունել փրկությունը, որ ոչ մեկի համար մեր պահվածքը, մեր սկզբունքները, մեր կյանքը, մեր խոսելակերպը, մեր հագնվածքը, մեր ցանկությունները, մեր երազանքները գայթակղություն չլինեն, քո կամքի մեջ լինենք և քո կամքով առաջնորդվենք։ Շնորհակալ ենք Տեր, Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։